պահանջող ընտանիքներ, ովքեր բազմաթիվ անգամ դիմել են և կառավարությանը, և միջազգային հարթակներում ունեն դատական գործեր, բայց մինչև այսօր ոչ մի ընթացք չի ստացել այս գործը։ Ես պահանջում ենք մեր ընկերներով և միջազգային իրավունքով թույլ տալ Արտաշիրիմում անել և մեր զինվորներին վերահուղարկավորել Եռաբլուրում։ Այսօր ընտանիքների համար շատ դժվար է, քանի որ կորցրել են հայրենի և զավակներին, ընտանիքներ ունենք, որ մեկ զավակ չի կորցրել, այլ երկու, և ունենք ընտանիք անգամ 3 կորուստ է ունեցել, և այսօր չունի մեկ կտոր հող, որտեղ կարող է ծաղիկ խոնարհել և անգամ արտասվել։ Այսօր մեր հասարակությունը կանգնած է իրավունքների խախտման շատ լուրջ շեմին, և այսօր խնդրում եմ, պահանջում ենք, որ մեր հասարակությունը անտարբեր չացնի մեր անհայտ կորածների, գերիների, այրվածների ընտանիքների պահանջի կողքով։ Այսօր ավելի քան պետք է միասնական լինենք, տեր լինենք մեր իրավունքներին։ Եթե մենք տեր չլինենք մեր իրավունքներին, ոչ ոք չի գալու կանգնի և տեր կանգնի։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք արցախցիները և ամեն օր բախվում ենք իրավունքների խախտմանը։ Ես ցանկանում եմ, որ մեր 27 երկրների համանախագահողները անդրադառնան այս թեմաներին և հնարավորություն տալ այս հարցերը բարձրացնել միջազգային հարթակում։ Մենք բոլորս պետք է լինենք ավելի քան համախմբված և կանգնած մեր հասարակության կողքին։ Դուք գիտեք, որ անհայտ կորածները բազմաթիվ դռներ են թակել, բայց մինչև այսօր ոչ մի պատասխան չունեն։ Չունեն պատասխան, կա իրենց որդին, թե չկա։ Ես չգիտեմ, մինչև ինչքան են մաշվելու այս ծնողները, ինչքան են մնալու անորոշության մեջ։ Ես պահանջում եմ այս անորոշությանը վերջ տալ։